եւ երեխայի շփումը սկսվում են դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը։ Հոգեբանները պնդում են, որ նույնիսկ հղիության վաղ շրջանում երեխան զգում է մոր տրամադրությունը, նրա էմոցիաները, ցանկությունները։ Ծնվելուց հետո երեխայի աշխարհը կտրուկ փոխվում է։ Այն ամենը, ինչ տեսնում եւ զգում է, նորություն է նրա համար։ Ձայներ, առարկաներ, մարդիկ։ Նոր շրջապատում նրան ծանոթ է միայն մայրը, ում հետ եւ իրեն պաշտպանված է զգում։ Փոքրիկի համար ամենակարևորն այն է, որ իմանա մայրիկն իր կողքին է եւ սիրում է իրեն։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է մայրիկներին իմանալ նորածնային շրջանի առանձնահատկություններն ու խնամքը։ Իսկ նորածնային շրջանի խնամքը, հավատացեք, ունի իր ուրույն նրբությունները, որոնց մասին էլ բժշկի մոտ զրուցել ենք ընտանեկան բժիշկ Մայրամ Բաղդասարյանի հետ։ Նշեմ, որ հունիսի 15-ը դա բուժաշխատողների օրն է եւ ես ցանկանում եմ շնորհավորել բոլոր բուժաշխատողներին իրենց ծանր եւ քրտնաջան աշխատանքում։ Անդրադառնալով հարցին, ասեմ, որ առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է։ Ուստի երեխաների առողջության պահպանումը դա մայրիկների կարևորագույն պարտավորությունն է, ինչպես իրենց, այնպես էլ հասարակության համար։ Նորածնային շրջանը դա կյանքի առաջին 28 օրն է համարվում, որը շատ նուրբ շրջան է եւ որի ընթացքում երեխաները անցնում են մի շարք հարմարվողական եւ ֆիզիոլոգիական փոփոխությունների։ Հիմնական առանձնահատկություններից առանձնացնելով առաջինը նշեմ շնչառությունը։ Առաջին շունչը դա ամենակարևորագույն ակնթարթն է։ Նորածինների մոտ այն անկանոն է, կարող է րոպեում լինել 30-ից 60 շնչառություն։ Երկրորդը դա ջերմակարգավորումը։ Ջերմակարգավորումը նույնպես նրանց մոտ անկատար է, արագ սառում են եւ արագ տաքանում են։ Երեխաների համար պետք է ապահովել 23-ից 26 աստիճան Ցելսիուս միջավայր եւ նրանց պետք է հագցնել շերտավոր հագուստ։ Նշեմ, որ մինչև 3 ամսական երեխաների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է լինել 37 աստիճան, 37.2, որը համարվում է նորմալ, ֆիզիոլոգիական է։ Սնուցման հետ կապված ասեմ, որ կարևորագույն է եւ երեխաների համար դա կրծքով սնուցումն է։ Կրծքով սնուցման դեպքում յուրաքանչյուր 2-ից 3 ժամ դա պահանջով, սակայն եթե 1 ամսվա ընթացքում այցերի ժամանակ երեխայի մոտ մենք նկատում ենք, որ 400-ից 500 գրամ քաշի ավելացում չի նկատվել, ապա այդ դեպքում ավելացնում ենք արհեստական կաթը, բայց պետք է նշեմ, որ մինչև 1 տարեկան հասակը խստիվ արգելվում է կովի կաթի ընդունումը։ Երրորդը մաշկին անդրադառնալով, մաշկը երեխաների մոտ կարող է լինել մի փոքր դեղնավուն, դա ֆիզիոլոգիական դեղնուկն է, կարող է ունենալ թեփոտում, կարող են լինել մանր ցան, միլիա, դա սպիտակ ցաներն են քիթիկին, որոնք 1-ից 2 ամսվա ընթացքում անցնում են եւ ձեռք տալ պետք չի։ Աղիքային ֆունկցիայից խոսելուց ասեմ, որ առաջին կղազատումը նրանց մեկոնյումը լինում է խիտ, խեժանման եւ մուգ խեժանման է։ Նորածինների մոտ կղազատումը կարող է լինել 5-ից 10 անգամ, որը համարվում է նորմալ։ Պետք է ուշադրություն դարձնել նրա գույնին, օրինակ եթե մենք տեսնում ենք, որ ունենք ավելի շատ կղազատում կամ ուժեղ հոտ ունենք կամ գույնի փոփոխություն, օրինակ կարմիր է կամ սպիտակավուն է, այդ դեպքում պետք է դիմել մանկաբույժի խորհրդատվությանը։ Բժշկուհի ներողություն եմ խնդրում, դուք նշեցիք 5-ից 10 անգամ օրական թե օրական։ Շատ լավ։ Օրական 5-ից 10 անգամը նորածինների մոտ, հատկապես կրծքով կերակրվող նորածինների մոտ համարվում է նորմալ։ Միզարցակումը առաջին 24 ժամվա ընթացքում տեղնում առաջին միզարցակումը, ասեմ, որ նորմալ է դա դեղնավուն թափանցիկ մեզն է, եւ եթե ունենում ենք գույնային շեղում, ասենք մեզը նկատում ենք վարդագույն է կամ մուգ շագանակագույն է կամ կարմիր է, դա անհանգստացնող է եւ կրկին պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը։ Ծննդաբերությունից հետո բժշկուհի շատ կարևոր է նաև հետծննդաբերական շրջանը եւ կխնդրեի ձեր մասնագիտական դիտարկումը արդյոք պարտադիր է հետծննդաբերական շրջանից հետո բժշկի հսկողության տակ մնալ եւ որքան ժամանակ է պահանջվում։ Իհարկե, միանշանակ պարտադիր է հետծննդյան այցերը, հատկապես առաջին 1 ամսվա ընթացքում։ Առաջին այցը կատարվում է 3-ից 5 օրվա ընթացքում ծննդատնից դուրս գրվելուց հետո։ Այդ այցի ժամանակ ինչ են կատարում։ Ընդհանուր զննում,
քաշի ավելացումը, քաշի ստուգումը, հասակը, գլխի շրջագիծը, մաշկի վիճակն ենք գնահատում, ինչպես նաև դեղնուկ առկայությունը ինչ աստիճանի դեղնուկ է նրա մոտ, լսում ենք սրտի ձայները, շնչառությունը, պորտի վիճակն ենք գնահատում, երկրորդ այցը դա տեղի ունենում 10-ից 14-րդ օրը, որի ժամանակ մենք գնահատում ենք կրկին քաշի ավելացումը, արդյունավետությունը, կրծքով սնուցումը արդյունավետ է թե արդյունավետ չէ, ինչպես նաև պորտի խնամքը եւ ռեֆլեքսներն ենք ստուգում։ Նորածինների մայրիկներին ցանկանում եմ խորհուրդ տալ ռեֆլեքսների հետ կապված։ Ռեֆլեքսները դրանք բնածին ավտոմատ արձագանքներ են արտաքին գրգռիչների հանդեպ, որոնց մասին վկայում է նրանց նյարդային համակարգի զարգացումը։ Թվարկեմ մի քանի ռեֆլեքսներ, առաջինը դա մորոյի ռեֆլեքսն է, երբ երեխան վախենում է կամ ուժեղ ձայն է լսում կամ արագ պառկեցնում ենք, նա ձեռքերը բացում է եւ խփում կողքին, դա նորմալ է 4-ից 5 ամսական շրջանում։ Երկրորդ ռեֆլեքսը դա աճառի ռեֆլեքսն է, երբ մենք մատը դնում ենք նրա մեջ նա սեղմում է։ Երրորդ ռեֆլեքսը դա ոտքի ռեֆլեքսն է, երբ որ մենք հպում ենք նրա ոտնաթաթին, նա մատերը ծալում է։ Մինչև 9-ից 12 ամսականը դա համարվում է նորմալ։ Հաջորդը հարբեցի ռեֆլեքսը, երբ որ մենք մատով հպում ենք նրա այտին կամ շրթունքին, գլուխը թեքում է տվյալ կողմը եւ սկսում է փնտրելը սնման աղբյուրը։ 3-ից 4 ամսական հասակը համարվում է նորմալ այդ ռեֆլեքսները։ Ռեֆլեքսների հետ կապված, եթե ունենք ռեֆլեքսների թույլ արտահայտվածություն կամ բացակայություն, դա արդեն անհանգստացնող է եւ պետք է դիմել մանկական նյարդաբանի։ Հաջորդ կարևորագույն փաստը երեխաների համար, որ ցանկանում եմ ասել, դա սկրինինգներն են։ Հայաստանում պետական ծրագրով անվճար կատարվում են հետևյալ սկրինինգները։ Առաջինը դա ֆենիլկետոնուրիանն է, նյութափոխանակության ժառանգական խանգարումը։ Երկրորդը դա բծավոր սկրինինգն է, հիպոթիրեոզը, որի վաղ հայտնաբերումը վկայելու է վաղ հասակում մտավոր զարգացման խնդիրները կանխարգելու մասին, եւ երրորդը դա լսողության ստուգումն է, որը կատարվելու է հատուկ ապարատի միջոցով։ Բժշկուհի խոսենք նաև մայրիկներին շատ հետաքրքրող պատվաստումների մասին։ Ինչքանով է պարտադիր պատվաստումները Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ։ Ճիշտ ասած Հայաստանում կա մի կարծրատիպ, որ պատվաստումները վնասում են նորածինների, երեխաների առողջությանը, սակայն ես այդ կարծիքին չեմ, յուրաքանչյուր պատվաստում կատարելուց առաջ ստուգվում է երեխայի առողջական վիճակը եւ այն դեպքում, երբ առողջական վիճակը գնահատվում է բժշկի կողմից բավարար, այդ դեպքում կատարվում է պատվաստումը եւ պատվաստման համար բացարձակ հակացուցում համարվում է նախորդ պատվաստման դեպքում դեղանյութից առաջացած երեխայի մոտ անաֆիլաքսիան։ Մնացած հակացուցումներ չունենք այդպիսի խստի բացարձակ եւ ծննդատանը առաջին 24 ժամվա ընթացքում կատարում են հեպատիտ B-ի պատվաստումը եւ BCG-ի պատվաստումը։ Մնացած պատվաստումները կատարում են պոլիկլինիկայում իրենց ժամանակացույցով։ Շնորհակալ եմ բժշկուհի եւ ամփոփելով մեր զրույցը կուզենամ ձեր խորհուրդը որպես մասնագետ այն նորաստեղծ ընտանիքների դեռևս մայրիկ չդարձած ծնողներին, որոնց մեջ որ դեռևս վախ կա մայրանալու, կուզենամ այս առումով քաջալերենք մեր մայրիկներին։ Վախենալ անհրաժեշտ չէ, ես կարող եմ ասել, որ մինչ ծննդաբերությունը խորհուրդ կտամ մայրիկներին, որպեսզի ընթերցեն որոշակի գրականություն, որը նրանց կօգնի երեխային խնամելու զարգացման համար, ինչպես նաև կան հատուկ դասընթացներ հիմա մայրիկների համար, որոնք նրան կարող են հաճախել, ինչպես սովորացնում են կերակրումը, ինչպես սովորացնում են երեխայի խնամքը, որ շրջանում ինչպես պետք է վարվել եւ այդ ամենը կատարել սիրով, պատրաստական ու նայել, որ դա մեր պարտականությունն է եւ մենք սիրով ենք այդ ամենը կատարում։ Շատ շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալ եմ անչափ կարևոր թեմայի շուրջ այսքան մասնագիտական եւ մանրամասն զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ եւ ցանկանում եմ հավելել, որ կարևորագույն առողջության ոլորտում դա հիվանդության կանխարգելումն է, քան բուժումը։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։